ըստ էության իրանք հղում են կատարել դատալեքս տեղեկատվական համակարգին, որ վերոգրյալի համատեքստում հաշվի առնելով, որ դատալեքս տեղեկատվական համակարգում արկա տեղեկատվության համաձայն թիվ ՎԴ 219505 վարչական գործով ներկայացվել է ճանաչման հայց, ես փաստում եմ բոլորը տեղյակ, թե դատալեքս տեղեկատվական համակարգը տևական ժամանակ ինչ կարգավիճակում է գտնվում։ Այսինքն, այդտեղից հստակ ինֆորմացիա ստանալ, հա, այսօր մենք փաստաբաններս այդ խնդրը ունենք, չենք կարողանում, որտեղ դատալեքս համակարգը ընդհանուր առմամբ խափանված է։ Դրա փոխարեն իրանք գործի մասնակից են, ունեն դատարանի որոշումները թղթային տարբերակով, որը հենց հիմա նաև իմ ձեռքի տակ է, որտեղ հստակ դատարանը բարույթ է ընդունել մեր վիճարկման հայցը, ավելին երրորդ անձ ներգրավելու որոշում կա դատարանի կողմից, որտեղ եւս նշված է, որ քանի որ վիճարկվում է պետական ռեգիստրի, կադաստրի կողմից տրված իրավունքի վկայականները, հետևաբար դատարանը նաև համաձայնագիրը, որով կնքվել է Սունդուկյանի եւ Պետգույքի կառավարման կոմիտեի հետ, այս բոլորը քանի որ վիճարկվում է, այս մարմիններին եւս երրորդ անձ են ներգրավել։ Այսինքն ակնհայտ է։ Հիմա տեսեք, իրանք ներկայացնում են, մենք ստեղ ենք հիմա, հաստատի ասում ենք, որ դուք շարունակում եք ապօրինություն, իրավունքի խախտում ցուցաբերել եւ առնվազն վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը այն մասով, որ արտարդատության նախարարությունը ներկայացրել է, որ ըստ էության իրենք կասեցնում է իրենց գործողությունները, առաջարկում ենք, պահանջում ենք դադարեցնել իրավունքի խախտումը շարունակաբար, հակառակ պարագայում հիմա մեր պահանջը ըստ էության մեր նաև գործողությունները թե պատկան մարմիններին հրավիրելն է, որպեսզի այս հարցերը իրականում նաև գնահատական տրվի եւ ըստ էության ոստիկանությանը պետք է հրավիրենք, որպեսզի չխոչընդոտվի մարդկանց մուտքը, առնվազն կասեցվում է իրենց գործողությունը։ Մինչդեռ իրանք շարունակում են այս ապօրինի գործողությունը։ Ընդ որում, մի բան էլ ես ասեմ, ուղղակի որ պարզ լինի, հա, եթե իրանք ներկայացնում են, որ մենք ենք ոնց որ ասողը, պահանջողը, մեր պահանջն է, բայց իրանք մեկնաբանում են, որ սա ճանաչման հայց է, այդ դեպքում իրենք պարտավոր են հիմնավորեն ապացուցել, թող բերեն դատարանից, մենք բերել ենք թղթեր, որոնցով մենք հիմնավորում ենք, որ սա վիճարկման հայց է։ Եթե իրանք չեն ընդունում, որ սա վիճարկման հայց է, ուրեմն իրենք են պարտավոր դա ապացուցելու, որ սա վիճարկման հայց չի։ Հետևաբար իրենք պետք է ներկայացնել այս ճանաչման հայցի հետ կապված փաստաթղթերը։ Մենք գտնում ենք, որ շարունակում են ստեղ ապօրինությունները, ընդ որում նաև ըստ էության զերծ մնալով որոշակի որակումներ տալու, մենք ամենայն հարգանքով չենք եկել, ձեզ չենք իմ գործընկերները չեն հրավիրել, որպեսզի լուսաբանվի մամուլի ասուլիս տեղի ունեն, այլ եկել ենք մեր պահանջը փոխանցելու։ Հիմա փաստացի ստացվում է, որ մենք շարունակաբար հիմա նորից կմոտենանք, ասենք տնօրենը թող մոտենա, մեզ կոնկրետ պատասխան տա։ Հիմա բացում է դռները, հա, այդ բանալիները իր տիրապետության ներքո պետք է չլինի ըստ իրավունքի, թե ոչ, որից հետո հաջորդի մեր գործողությունները կլինեն։ Փաստաբանը ասաց, որ արտարդատության նախարարության հաստատությունը հիմք չի կարող հանդիսանալ, որպեսզի կանոնները ձեզ տրվեն եւ դուք վերսկսեք ձեր գործունեությունը դահլիճին։ Ամեն դեպքում այդպես ասվեց։ Լավ, հիմա գուցե դուք էլ հակադարձեիք։ Ես իմ գործընկերների շահերն եմ ներկայացնում, իմ վստահորդի շահերն եմ ներկայացնում, երբ որ իմ վստահորդները դուրս են գալիս, ես իրավունք ունեմ ներկայանալու։ Ես հիմա էլ եմ պատրաստ, եթե դուք էլ որ ըստ էության դուրս գաք, երևի միգուցե իրենք կմոտենային, դրսում կշարունակեն այդ հարցը, չէ, դե հիմա նայեք, մենք այդ հարցի պատասխանենք, արտարդատության նախարարությունը իրավունք ունի միջամտել։ Տեսեք, արտարդատության նախարարությունից մենք չենք պահանջել, որ որոշում տա, մենք խնդրել ենք ընթացակարգերից ելնելով, քանի որ օրենքի մեկնաբանություն, որոշակի պարզաբանում դրա իրավունքը կրողը, հա, արդարադատության նախարարությունն է, մենք այս կոնտեքստում ենք դիմել արդարադատության նախարարությունը։ Սա ինչի է առաջացել։ Այս պարզաբանը, որովհետև միակողմանիորեն Սունդուկյան թատրոնի ղեկավարությունը, նախարարությունը եւ նախկին աշխատման, ասենց ասեմ, նախկին
արդեն իրանց համար, չէ, գոյի հետ կապը, Կարեն Սիմոնյանը, ով, տնօրենը, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, այսպես ինքնուրույն մեկնաբանել են, իսկ հիմա հարց է ստացվում, արդյոք իրանք իրավունք ունեն մեկնաբանելու օրենսդրությունը։ Իրանք ընդհանրապես այդ իրավունքը չունեն, բայց մեկնաբանը ավելի գործողություններ են կատարել հակաիրավական դաշտում։ Ստացվում է հետևյալը, որ երբ որ մենք տեսեք փաստա, չէ, եկանք ստեղ հասանք, որ ներկայացնենք, իրանք մեկնաբանեցին, իրանք դիրքորոշումը ներկայացրեցին, որ իրանք ճիշտ են։ Մինչդեռ այդպես չի լինում, էլի։ Տրամաբանությունը հետևյալն է։ Եթե մենք ասում ենք, որ կասեցված է գործողությունը, ու բերում ենք հիմնավոր ապացույցներ, իրանք պետք է առնվազն սրանք հաշվի նստեն։ Եթե չէ, մենք փորձենք մեր իրավունքները այլ ձևով։ Մի հարց էլի, իրենք նաև ներկայացրեցին մի վճիռ դատարանի, որով կասեց մերժվել է ձեր միջնորդությունը։ Տեսեք, ես հիմա պարզաբանում եմ, որ քանի որ փոխկապակցված են մեր պահանջները, մեր հայց իրենից ներկայացնում է երկու կոմպոնենտ, կա եւ վիճարկման հայց եւ ճանաչման հայց։ Ես դրա տրամաբանության ներքո, հայցի ճանաչման հայցի տրամաբանության ներքո, որպեսզի ապահովենք հետագա իմ վստահորդների գործունեությունը անխոչնդոտ, որը թվում է թե բոլոր կողմերից ասվում է, որ երաշխավորվում է ստեղծագործական իրավունքի ապահովումը, բայց մինչև այս պահը փաստացի հակառակ պրոցեսն է գնում։ Մենք ներկայացրել ենք միջնորդություն գույքը տիրապետելու օգտագործելու նախքին, այդ իրավիճակում, ասած նախքին կարգավիճակի մինչև դուռը փակելու կարգավիճակի հասնելը։ Այդուհանդերձ դատարանը նշված հանգամանքը, քանի որ տեսեք, բանակցություններ կար, բանակցությունների ավարտ կա եւ բանակցությունների ավարտից հետո գործողություններ կա, դատարանը այդ միջնորդությունը մերժել է, որ բավարար հիմքեր չի ներկայացվել ըստ էության։ Մինչդեռ մենք այդ բավարար հիմքերը այս պահին էլ ունենք եւ մենք կաշկանդված չենք ներկայացնելու հետագա այդ ընթացքը ապահովելու համար, բայց այս պահին խոսքը ուրիշ բանի մասին է։ Առնվազն ես փաստում եմ, որ Սունդուկյան թատրոնի կողմից գոյ թատրոնի տարածքը օգտագործելու, տնօրինելու, տիրապետելու իրավունքը կասեցված է։ Սա եմ փաստում ես։ Հետևաբար իրանք այստեղ որևէ գործողություն իրավունք չունեն։ Համաձայն այս գրության ոչ միայն այս գրությունը հավելյալ օբյեկտիվ երրորդ կողմից հավելյալ, ասենք, պարզաբանում է ներկայացվել։ Դատարանը համաձայն վարչական դատարանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման։ Մենք հիմա Սարգիս ջան փորձենք այդ հասկանալ նորից ասենք հա եթե գալիս են չեն գալիս որպեսզի հասկանանք մեր հետագա ընթացքը